Ընդհանրապես նևրոտիկ խանգարումների համար այսպես իդեալական համադրություն է հոգեթերապիա, գումարած անհրաժեշտության դեպքում, սոսման դեպքում դեղորայքային բուժում եւ իհարկե երրորդ կարևորագույն գործոնը պացիենտի պատրաստակամությունը, բուժառուի պատրաստակամությունը ինքն իր հետ աշխատելու եւ հոգեթերապևտի հետ աշխատելու։ Սա թերևս ամենակարևորն է, որովհետեւ այն երբեմն ասում են, բժշկուհի, մեր այս ինչին բերենք ձեր մոտ բուժման։ Ես ասում եմ ինքը ցանկանում է, որովհետեւ եթե մարդը չի ցանկանում բուժվել, այստեղ բժիշկը, բժշկությունը, ընդհանրապես դեղորայքը, ամեն ինչը արդեն, չգիտեմ, կարևոր չի եւ ընդհանրապես ոչ մի ազդեցություն չի ունենա, այնպես որ առանցքային դեր ունի բուժառուի ցանկությունը բուժվելու եւ ներգրավվածությունը ընդհանրապես բուժման process-ի մեջ, սա շատ կարևոր է։ Եվ այո, հարգելիներս, նևրոտիկ խանգարումները բուժվում են